Ինչ վիդեոին անցնելին ես ուզում ներկայացնել մի էջ YouTube-ում, որը որ կոչվում է Վարդգես, այստեղ ուրեմն էլի թեման ուրեմն AliExpress-ն է, այստեղ վիդեոներ կան AliExpress-ից, ծանրություններ Չինաստանից, ոնց հասկանում ենք ուրեմն էջը նոր է, ուրեմն այստեղ ունեն ուրեմն 478 դիտում, այստեղ գրանցված է 28 մարտ 2015-ին ու 468 հետևորդներ, իր հետ կարող եք կապ հաստատել այստեղ գտնվող ուրեմն լինկերից որևէ մեկով, ուրեմն մտնում ենք այս էջ, գրանցվում ենք էջին, վիդեոների լայքեր ենք դնում, ուրեմն ես նրա բաժնորդների թիվը 468-ն է, հիմա մեկով կավելացնեմ կսարքեմ 469 գրանցվելով իր էջում, մտնում ենք, գրանցվում ենք, լայքերն չենք մոռանում, դե անցնենք ուրեմն այսօրվա մեր հեռախոսի UMI-ROM հեռախոսի թեստավորմանը։ Ողջույն էջի դիզլայք դնողներին ու չգրանցվողներին, այսօր կլինի մեր հերթական վիդեոներից ևս մեկը, ու այս վիդեոն ոչ թե ցույց կտամ թե այսօր ինձ ինչ ապրանք է եկել, այլ հենց եկած ապրանքը ես ձեզ կներկայացնեմ։ UMI-ROM այսօրվա մեր թեստավորման սեղանին է գտնվում այս հեռախոսը։ Նախորդ վիդեոյում ոնց որ Gong V12-ին ես ցույց տվեցի թե իր հետ ինչ էր եկել, կոմպլեկտացիան ուրեմն ինչ էր, այնտեղ կամերան ստուգեցի, որոշ պարամետրներ ասացի, բայց ամբողջական ուրեմն ներկայացումը կլինի, թեստավորումը կլինի այս վիդեոյում։ Ուզում եմ ասեմ, որ տպավորությունները լավն են, ես կասեի շատ լավը, իր գնի համապատասխան $126 եմ սա առել, այնտեղ հիմա արդեն ավելի էժան կա, նաև մի մոդել է հել է UMI-ROM X, այնտեղ $80 կարգի հեռախոս է, նույն պարամետրները չի, բայց նույն տեսքով, ուղղակի ավելի թույլ պարամետրներով հեռախոս է, ուրեմն սկսենք, նաև ճիշտ է, ես ասացի ինքը իր գնի համապատասխան սա շատ լավ հեռախոս է, բայց այդ չի նշանակում, որ ինքը թերություններ չունի։ Դե ուրեմն սկսում ենք, նախ ամենաառաջին ուզում ասեմ, որ այստեղ AMOLED էկրան չի, նու այնտեղ գրած է, որ AMOLED էկրան է, բայց սա AMOLED էկրան չի այդ հաստատ, համ ինտերնետով եմ տեսել, համ էլ ուղղակի աշկով էլ աշկով որ տեսնում եմ, արդեն զգացվում է, որ այս AMOLED չի, այլ IPS է, այստեղ ես ձենը լույսը եւի մի քիչ թե բարձրացնեմ, ինձ թվում է նորմալ չի եղա, մի քիչ այսպես։ Ուրեմն տեսեք, երբ որ ես նայում եմ վերևից ինքը չի խամրում, բայց այս կողմից արդեն նու այս անկյունի կողմից, երբ որ նայում ենք թե այս անկյունի կողմից ինքը մի քիչ ուրեմն սպիտակում է, բայց այդ չի նշանակում, որ ինքը շատ վատ IPS էկրան է, ներքևից էլ է ինքը տենց լինում։ Ճիշտն ասած մի քիչ որ ավելի լավ IPS էկրան դնեին վրան, նորմալ կլիներ արդեն ամեն ինչ, նո ինքը այդպես չի անհանգստացնում ընդհանրապես, ուղղակի ուզում եմ ասեմ, որ այստեղ հաստատ AMOLED էկրան չի, ինքը նես չի որ կողքից սպիտակ է, ուրեմն վсё, էսի շատ վատ հեռախոս է, չէ, ուղղակի AMOLED էկրան չի, այնտեղ գրած էր որ AMOLED է, ովքեր որ կցանկանան պատվիրել, զգուշացնում, այստեղ AMOLED էկրան չկա։ Հենց ուրեմն նաև եւս մեկ էսպես ասած ուրեմն թերություն, այստեղ multi-touch-ը ընդամենը 2 ոնց որ տեսնում եք, ոնց որ այնտեղ Gong V12 հեռախոսինը, տեսեք 2 մատա, բայց 2 մատա բոլոր կողմերից, այստեղ եթե ես փորձեմ երրորդ հավելացնել, ուղղակի ինքը չի տեսնի։ Ու էս էլ եթե 5 մատ լիներ, գոնե 5 մատ, 10-ը իհարկե բացառում է որ լինի, 5 մատ եթե լիներ այս հեռախոսի վրա, ես կասեի որ ուղղակի շատ լավն է, ասենց ասած, բայց քան որ 2 մատա դու գոնե բոլոր կողմերից է 2 մատ, որովհետև նույն այստեղ էլի ինչ որ Gong V12 հեռախոսի նման, այստեղ ինքը էլի ինչ որ կորցնում է, չեմ անում, բայց կարևոր որ բոլոր կողմերից 2 մատ է, որովհետև նա հեռախոսներ են լինում, երբ որ այսպես մենակ կանանք մոտիկացնենք նկարը, այսպես կամ վերև ներքև, սա որ կողմից ուզենանք կլինի։ Ուրեմն անտուտուն եկեք ցույց տամ ձեզ։ Անտուտուի թեստավորումը, թե ուրեմն ոնց է գնահատել հեռախոսը։ Տեսեք 37541, այնտեղ ուրեմն տեսնենք ռեյտինգով, ուրեմն հեռախոսը մի քիչ կմոտիկացնեմ։ Ռեյտինգով ուրեմն Moi Devices եք տեսել գրած է ROM 37541, Vivo X5 Pro-ից, Lenovo K3-ից ուրեմն հետ է, բայց 15-րդ տեղն է գտնվում, այսպես ասած ամենախոշորների մեջից, ու այնտեղ տեսեք ամենաառաջի տեղը ներկապային Huawei Mate 8-ն է, այնտեղ Meizu Pro 5 ու Galaxy Note 5-ը, ասենց ասեմ
եթե ինքը կարացել է այդ ամենաուժեղների հետ համեմատվի այս հեռախոսը, այդ արդեն լավ է, 15-րդ տեղը, բայց ուրեմն էլի լավ է 15-րդ տեղը, որովհետև իր գինը ընդհանրապես հիմա այս 126 է յարը, բայց հիմա երևի 115-ի կարգի արդեն կլինի, այդ հեռախոսը եթե կարող է 15-րդ տեղը լինի, այդ ուրեմն արդեն լավ է։ Տեսնենք ուրեմն այստեղ նաև ինչ է գրած, ուրեմն Android-ը 5.1 64 բիթանոց Umron գրած է, MT կա 6753 MediaTek պրոցեսորը վրան։ Ուրեմն այստեղ Մալիտե 720 գրաֆիչեսկի ուսկարителна, ոնց որ ասած կոմպի վիդեոկարտան, ուրեմն կամերան այստեղ 13.3 մեգապիքսել, Sony կամերայի է այնտեղ գրած, հաստատ այդ մեկը չեմ կարող ասեմ թե Sony-ա կամ ոչ։ Այստեղ ուրեմն 64 բիթանի, հա, ուրեմն այստեղ ես սխալվել էի 8-ը ուրեմն յադերանի պրոցեսորը, 8 միջուկանի պրոցեսորը, 4 չի, չգիտեմ չի 4 էի հիշում, բայց քան որ անտոտում ցույց տվեց որ 8-ը, ուրեմն 8-ը։ Այստեղ նաև էկրանի չափսը ուրեմն 720x1280-ի վրա։ Բավականին նորից եմ կրկնում, ուրեմն հզոր հեռախոս է։ Նաև այս վիդեոյում ուրեմն ես ձեզ ցույց կտամ վիդեոյի վերջում թե խաղերի հետ ոնց է ուրեմն խաղերը թե ոնց է բացում այս հեռախոսը, որովհետև Gong V12-ը օրինակ այդքան էլ չկարացավ ուրեմն լավ հեռախոսը ուրեմն խաղերի հետ նորմալ, ուրեմն խաղերը նորմալ բացի, այնտեղ GTA San Andreas-ն էր նորմալ բացում, այնտեղ մենակ Asphalt 8-ն էր, որը որ էստեղ եմ ուրեմն գցել, Asphalt 8-ն էր, որ այնտեղ չէր լինում ուղղակի ընդհանրապես ոչ մի ձևով խաղալ, այստեղ արդեն կլինի մի քիչ ավելի շատ ուրեմն խաղեր, ուրեմն multi-touch-ը ցույց տվեցի, անտոտում ցույց տվեցի, հիմա GPS-ի թեստը ցույց տամ, իրականում GPS-ի թեստը էլի ասենց իմ նստած տեղից չի կարողանում ուրեմն գտնել, բայց ես այստեղ screenshot եմ արել, պատուհանի մոտ ուրեմն գնացի, ինքը շատ լավ ուղղակի կարողացավ գտնի, այստեղ տեսեք 22 հատ ինքը կարողացավ գտնի, որից 8 հատը օգտագործեց, համեմատած Gong V12-ի դեն ընդամենը $50 հեռախոս էր, իսկ էսի արդեն $126 եմ սա առել, հիմա արդեն 120 կլինի, այստեղ տեսեք ուրեմն ինքը 8 հատը կարողացավ օգտագործի, այստեղ 9 հատը կարողացավ օգտագործի, մի խոսքով ուզում եմ ասեմ, որ GPS-ը սրա վրա աշխատեց ու լավ աշխատեց, չեմ ասի վատ կամ շատ լավ աշխատեց, ուրեմն ինչ նաև կարող եմ ասել այս հեռախոսի մասին, հա մեկ էլ այսպես մի բան է, թե արդեն հեռախոսից չի, այս Android 5.1-ը, ինչքան հիշում եմ ես սրան, ուրեմն Android-ը, հա 5.1 ընդհանրապես այս տիպի 5.1-երի ուրեմն այս վերևից որ ուշացնում ենք, էսի հեշտ չեմ սիրում, այստեղ տեսեք, մի հատ երբ որ անում ենք չի գալի, մի հատ պետք է անենք նոր գա, այս տեսքը ընդհանրապես ինձ դուր չի գալի, չնայած այնտեղ մի հատ պրաշիվկա կար Umron-ի համար, ոչ օֆիցիալ, որը որ տեսքն է տալի, ոնց որ Meizu հեռախոսի մենյուն, կարանք այսինքն հետ էլ գցենք, բայց օֆիցիալը համարվում հենց այս պրաշիվկան ու այս ձևը եթե փոխեն ավելի լավ կլներ, այստեղ երկու մատով ինչքան հիշում պետք է անեի որ կար թե չէ, ուղղակի ես եմ սխալ հիշում, լավ, երևի ես եմ սխալ հիշում, ուրեմն ուզում եմ նաև ասել, որ այն ultra power saving, որ ասում էի, էդի չկա, ոնց որ օրինակ նախորդ վիդեոյում G5-ի վրա ցույց տվեցի, այստեղ ուղղակի սովորական ուրեմն էներգասբերежение կոչվում է դա, ուրեմն այդ մեկը չկա, որ լիներ էլի լավ կլիներ, բայց դա ինձ որ ցանկալի է, բայց պարտադիր չի։ Ուրեմն կամերան, հա, եկեք կամերան էլ ցույց տամ։ Տեսեք ուրեմն այս նկարել եմ առանց սպիշկայի, ինքը ուրեմն տեսեք ուրեմն որակը շատ լավ է նկարել, կասեմ ոչ թե լավ, այլ շատ լավ։ Մի քիչ լավ եկեք ուրեմն այստեղ էլ մոտիկացնեմ, այսինքն տեսեք ուրեմն նկարը էսի առանց սպիշկայի նկարած է, անգամ են փոքր բաները երևում է, ուրեմն հիմա սպիշկայով նկարացույց տամ, այստեղ ավելի, պարզոտ ավելի, ասես ասած սպիտակ, դե որտեվ սպիշկան է միացրած, իրականում ասեմ, որ սպիշկանը շատ լավն է այս հեռախոսի, ինքը երկու հատանոց է, ես այդ էլ ցույց կտամ, ու էսի դիմացի կամերայով, բայց սա սպիշկայով եմ էլի նկարել, տեսեք դիմացի կամերան այդքան էլ ուրեմն բան շատ լավ չի,
Այնտեղ դե նորմալ է էդի, գրածա 5 մեգապիքսել, կասեմ 5 այստեղ չկա, այստեղ էս էլա սպիշկայով, այստեղ մի հատ կա, որ սպիշկայով նկարած չի։ Հա, այս երկու հատն է, այս երկու հատը ես առանց սպիշկայի եմ նկարել, տեսեք, այս էլ առանց սպիշկայի, իսկ ես մնացածը արդեն սպիշկայով ու սպիշկայով ավելի շատ լավ է ստացվել, ուրեմն լույսով, սա էլ արդեն հետևի կամերան էր։ Այստեղ նաև ուզում եմ ցույց տամ, որ ինքը իրականում, ուրեմն տեսեք, մոտիկից ցույց տամ, երկու հատ է, սպիշկան էլ ուրեմն ֆանարիկը շատ ուժեղ է սրա, մի քիչ հետ տամ ուրեմն այստեղ, նորմալ է ուրեմն, համատած իհարկե գոնգվե 12-ինը նրան թույլ էր համատած սրա, այս անգամ լավն է, քանց Galaxy G5-ը, որը որ ես նախորդ վիդեոում ինչ-որ չափով համատեցի սրա հետ, G5-ի համատած սրան ավելի լավն է, ուրեմն այն ինչ կարամ ասեմ ես հեռախոսի մասին, նաև հա, չասեցի, որ ուրեմն այստեղ մետալիչեսկի կորպուս է, կողքերը, հետևը պլասմաս է, մետաղից է սա, նու մեկ էլ եւս մի բան եմ ուզում ասեմ, որ չգիտեմ ձեր մոտ լսվում է թե չէ, այս կնոպկաների ես ձենն է, մի քիչ որ չլները հաստատ ավելի լավ կլներ։ Այս ձենը, այստեղ որ կպտում ենք այտենց ձեն է գալի, էդի որ չգար էլի լավ կլներ, այստեղ ուրեմն Wi-Fi-ն ունի, Bluetooth, այստեղ նաև Wi-Fi-ի ինչ որ ինքը հզորություն էլ ունի, որ կարանք ավելի հզորացնենք 2.4 GHz սարքի 5 GHz-անոց ուրեմն այն ինչ ցույց տամ ստեղ, Android-ը 5.1 էր, այդ ասել եմ, հա, Ozone 3 GB, ինձ թվում է արդեն երևի կարելի անցնել խաղերին, հա, մեկ էլ միջ խաղերին անցնելը ուզում ասեմ, որ հեռախոսի ուրեմն Zayrat-կեն պահում է նորմալ իր գնի համատած, նորմալից ավելի ճիշտ լավից ու նորմալի այդ մեջտեղը, 2500 mAh ակումուլյատորը, 2500 mAh ակումուլյատորը, այստեղ մի քիչ կասեմ ես հեռախոսական քիչ է, եթե 3000 լիներ կամ 3200 շատ լավ կլներ, ուրեմն միջև էլի խաղերին անցնելը էլի մի քանի ֆունկցիաներ եմ մոռացել ասել ու ասեմ որ շատ կարևոր պետքական ֆունկցիաներ են, ուրեմն առաջինը այն կասեմ, որ այստեղ էկրան բաժնի մեջ մի հատ այսպիսի ուրեմն ֆունկցիա կա, հենց կոչվում է Mirror Vision, այստեղ երբ որ մենք մտնում ենք, ուրեմն տեսեք, երբ որ ռեժիմ изображения ենք մտնում, ունի 3 տարբերակ, ստանդարտ, яркий, пользовательский, ուրեմն այստեղ էկրանի լույսը մի հատ, հա, ուրեմն ամենաուժեղի տակը, ուրեմն տեսեք, սա ստանդարտն է ու սա яркий-ն է, ինձ թվում է միանգամից տարբերություն զգացվում է, яркий ժամանակ գույներն ավելի պարզ են ու пользовательский ռեժիմ, пользовательский ռեժիմի ժամանակ ինքը, այսպես ասած, ավտոմատ ընտրում է, թե ուրեմն որ գույնը այդ պահին մեզ ցույց տա ավելի ուժեղ թե թույլ։ Ուրեմն այստեղ էլի մի հատ հնարավորություն կա դինամическая контрастность, տեսեք, միացրած ու անջատած, էլի ուրեմն տարբերությունը զգացվում է, անջատած վիճակում ավելի մութ է, քան թե միացրած, այսինքն երբ որ ուզում եք հեռախոսի ուրեմն գույնը ավելի բարձր լինի ու այս անպայման միացնում ենք։ Ուրիշ, այստեղ հա, մեկ էլ եմ ուզում ասեմ, ադապտիվная регулировка, այս ոնց որ ավտոյարկոсть լինի, տեսեք, ուրեմն ներկապային էկրան լույսը ամենաուժեղի տակ է, ու եթե ես սա անջատեմ, այստեղ մի վարքյան ստուգեմ տնեմ ամենաուժեղի, հա, այստեղ ամենաուժեղը չէր, ուրեմն տեսեք, ամենաուժեղի վրա այսպես ու սա միացրած, դնում եք, միացրած վիճակում էկրանի լույսը ավելի է թուլանում, բայց երկու դեպքում էլ ինքը էկրանի լույսը այստեղ ամենաուժեղի տակ է դրած։ Ուղղակի այս ուրեմն այս դատչիկով ստուգում է կողքի լույսը, ուրեմն լույս կա չկա ու ըստ դրա է որոշում էկրանի լույսը ինչ լինի, կապ չունի թե այստեղ ամենաուժեղն ենք դրել թե չէ։ Ոնց որ ավտոյարկոсть է։ Այս ուրեմն անջատում ենք, տեսեք անջատած վիճակում ավելի ուժեղ է էկրանի լույսը, եթե ուզում եք ավելի ուժեղ լինի էկրանի լույսը, սա անպայման ենք ուրեմն անջատում այս ֆունկցիան, այսպես ասած երբ որ օրինակ հեռախոսը գալիս է ու առաջ անգամ միացնում ենք, այս հետը միացրած է լինում։ Ուզում եմ այստեղ նաև ցույց տամ звуки уведомления բաժնի մեջ, այստեղ տեսեք ներքև улучшение звука բաժին կա։ Այս էլ է շատ հետաքրքիր ու կարևոր բան, ինձ թվում է այս գնի հեռախոսի մեջ եթե sense բաներ кա, այդ էլի լավ է։ Ուրեմն տեսեք, система улучшения звука для наушников, ինչ որ բացատրելու բան չկա, наушникներով ձենը ավելի լավ ուրեմն կլսվի։ Усилитель громкости динамиков, դինամիկն է ուրեմն ավելի ուժեղացնում ու էսի օրինակ երբ որ իմ ժամացույցով օրինակ կպտեմ, այստեղ տեսեք բտն նշանակում Bluetooth։
Աուդիո վысокого качества, այստեղ ինքը ուղղակի ուզում ասի, եթե կապած եմ լինում կամ ժամացույցի կամ ինչ-որ նաուշնիկի Bluetooth-ով, այստեղ ուրեմն ինքը ավելի է լավացնում որակը։ Ու նաև չասեցի սրա մասին, ուրեմն տեսեք, ես էլ եմ մի հատ լավ հնարավորություն, ռեժիմ ֆիլմը ու ռեժիմ մուզիկա, էլ ինչ-որ բացատրելու բան չկա, որ կինո ենք նայում, կարող միացնենք ռեժիմ ֆիլմը նայենք կամ եթե երգ ենք լսում ռեժիմ մուզիկի։ Սա այսպես կթողեմ։ Այն ինչ կար այստեղ որ բաց էի թողել, ուրեմն հիմա նայեմ։ Հա, ուրեմն այս երկու ֆունկցիաները, որ iOS-ն X8 Mini Pro-ն էլ ուներ, թե X8 Mini Pro-ն, թե X8-ը, ուրեմն Smart Wake, տեսեք սա ուրեմն ինչա։ Ուրեմն տեսեք double click to wake screen, նշանակում է երկու հատ կտեսնում եք էկրանը բացում է։ Ես էլ կմիացնեմ ու այս մնացածներն էլ մի հատ կմիացնեմ։ Ուրեմն տեսեք, ստեղ ուղղակի կարամ ասեմ, որ գրած է ներքև իջացրա, որ այս երկրորդը, որ մուզիկան ուրեմն երբ որ պաուզա տա, աջ ենք տանում, երգը փոխում է, ձախ ենք տանում, էլի ընկոմա փոխում, անջատած վիճակում էկրանի վրա C ենք գրում, մտնում է կամերան, այնտեղ է բրաուզերը, իհարկե սրանք կարանք փոխենք, մենք որն ենք ուզում էտել դնենք։ Ուրեմն ես ցույց կտամ հենց առաջինը, թե ոնց է աշխատում, այս double click to wake screen, հեռախոսը ունակ անջատած է, ասենք այս կնոպկեն պետքա սխմենք, որ բացի, ուղղակի կարանք այսպես անենք, 1-2 ու բացի։ Ու պրիտոմ նորմալ է աշխատում էսի, մեկ-մեկ կարող է տենց չլինի, բայց տեսեք, հիմա ինչքան որ փորձեմ, ինձ թվում է կլինի։ Ու անջատած վիճակում տեսեք, եթե ես C տառ գրեմ, ինքը կմտնի կամերան։ Անջատած վիճակում օրինակ այնտեղ ինչ տառեր կար։ Հա, անջատած վիճակում երբ որ ես այսպես անեմ վերև, ինքը միանգամից բացվում է։ Երբ որ երկու հատ եմ կտստում, ուրեմն բացում է, որ այսթեն ոնց որ ձեռքով անենք որ բացի։ Իսկ եսի միանգամից անջատած վիճակում այսպես անում ենք ու միանգամից բացվով։ Այս էլ է ուրեմն հետաքրքիր ֆունկցիա որ ունի, այստեղ էլի ուրեմն E տառը օրինակ մտնում է բրաուզեր, եթե ես գրեմ, բայց չգիտեմ, են sense անեմ երևի։ Հա, տեսեք E ու ինքը միանգամից մտնում է բրաուզեր։ Այստեղ ուրեմն Հել ինչ ուրեմն կարամ ստե ցույց տամ, Smart Wake-ը ուրեմն ձեզ ցույց տվեցի, այստեղ մտար մուզիկան է մտնում, O տառը հեռախոսն է մտնում, բայց նորից եմ ասում, սրանք մենք հանգիստ կանանք փոխենք։ Հիմնականում լավ այս երգ լսելու ժամանակ, երբ որ պետք է բլոկը սխմենք, այստեղ ընտրենք երգը, հաջորդ երգը կանանք ուղղակի ձեռքով սենց անենք, ինքը երգը կփոխի։ Ուրեմն նաև ուզում եմ ցույց տամ այստեղ այս ֆունկցիան միացնենք Մասանք սախ այսպես տամ Այս ուրեմն ոնց որ էլի iOS-ն X8-ը, այսինքն էկրանը կարանք ուրեմն այստեղ ձեռքով հեռվից ուրեմն անել, թեքենք այս կողմ, չնայած մի քիչ մոտիկից պետք է անենք, որ էսի աշխատի, տեսեք ինքը աշխատում է, բայց մոտիկից, օրինակ այս մոտավորապես այս դիստանցիան պետք է լինի, այս կպա ուղղակի, մի վայրկյան, տեսեք փոխեց Մոտիկից մի խոսքով պետք է լինի, մոտավորապես եւի մի 2 սանտիմետր կամ մի քիչ ուրեմն, բայց 2 սանտիմետր տենց մոտիկությամբ ինքը արդեն նորմալ աշխատում է։ Երբ որ ուրեմն թեքում ենք, ավելի ճիշտ որ մի քիչ ավելի որակով ոնց ասած այդ ամեն ինչը դնեին։ Տեսեք ուրեմն մոտիկից սենց անեմ։ Ինքը ասում եմ, մեկ-մեկ ուրեմն այդքան լավ չի աշխատում, այդ տեսեք օրինակ հիմա փոխեց, այս դատչիկն է, տեսեք երբ որ ստեից անում, այս կամերայի մոտ, այն կողմն տանում, դա գալի այս կողմն բերում, ստե է գալի, այս ուրեմն կամերայի մոտի դատչիկն է սաղանում, բայց մոտավորապես տեսեք մի սանտիմետր հեռավորություն, տենց, նո 2-ից էլ է լինում, բայց այդքան լավ սարքած չի, օրինակ իմ Galaxy S4-ը ընդե ճիշտ է, մենյուն չի լինում, նկարներն ալնում, բայց մոտավորապես այսպես հեռավորությունից է լինում է փոխել, ուրեմն հեսի ուրեմն պարտադիր պետք է մոտիկից լինի, բայց կարևորը որ աշխատում է, չնայած չի թվում որ էս ինչ-որ մեկը ուրեմն կօգտագործի, որովհետև ինչ-որ տենց հարմարել չի, մատով ավելի լավ է, բայց ոնց որ ասում են, այդ ֆունկցիան կա։ Այստեղ ուրեմն էլ ինչ կարամ այստեղ ցույց տամ, նայեմ մի հատ արագ, տեսնեմ ինչ-որ բան կա, որ բաց եմ թողել։
Չէ, ուրեմն դու ամեն ինչ ասել եմ կարևորները, այստեղ բան չեմ բաց թողել։ Մեկ էլ ուզեմ հա մի հատ բուդելնիկը ուրեմն ցույց տամ, հետաքրքիր ձևով, որովհետև սարքած։ Այդ տեսեք, ուրեմն ընտրում ենք առաջինը ժամը քանիսին, օրինակ 8-ից ու քանիս, անց 25, անց 20 այս ձևով։ Ուրեմն ես էլ ցույց տվեցի։ Դե ոնց որ նկատել եք նաև ներքևում կնոպկի կա, բայց ուրեմն իրանք լույսով չեն, լույսով չի աշխատում սա։ Ուղղակի այսպես ասած նկարած է։ Դե ուրեմն հիմա արդեն կարելի է անցնել խաղերին ու առաջի խաղը ես ցույց կտամ GTA San Andreas խաղը։ Մի քանի խաղեր եմ քաշել, Asphalt 8, GTA San Andreas, Modern Combat 5 ու Nova 3, նաև Six Guns խաղերը։ Ուրեմն եկեք սկսենք GTA San Andreas-ից ինձ թվում է։ Ուրեմն կարելի է սրանից էլ սկսել։ Հա, մեկ էլ խաղերի ընթացքում երբ որ այսպես ենք խաղում, դե դինամիկը քանի որ ստեղից է, էս է մեկ ուրեմն փակվում։ Այստեղ մա ձայնը բարձրացնեմ ու վազաբնավիցնանք։ Արդեն կարող մի քիչ մոտիկացնեմ։ Տեսեք, երբ որ ձեռս դնում եմ, այստեղ փակվում, հա։ Ուրեմն սկսենք։ Ներկա պահին ուզում ասեմ, որ խաղը ես դրել եմ ամենաուժեղ ուրեմն գրաֆիկայի տակ, բայց տենում եք ամենաուժեղի տակ ինչ որ սև տենց պատկերներ է հայտնվում, չեմ մանում ես ինչի տենց պիտի լինի, ասենք երբ որ հելնենք մի հատ եւս մեկ անգամ ուրեմն բարձրանանք այս կռիշը, մի քիչ լույսը երևի ուժեղացնեմ։ Նայեք, երբ որ սենց մի քիչ խաղում եմ, ինքը ինչ որ սև պատկերներ է անընդհատ գցում սենց էկրանի վրա, չեմ անում այդ ինչից է, բայց ուզում ասեմ, որ էսի ամենաուժեղի տակ է դրած, հիմա այդ էլ ցույց կտամ, որ ամենաուժեղ գրաֆիկայի տակ է։ Այստեղ դիսպլեյ տեսեք ամեն ինչը մաքսիմում ամենաուժեղի տակ է դրած։ Ну, նորմալ է, ինչ որ բան տենց չեմ նկատում, բացի այդ սև որ պատկերներ է գցում, այդ տեսեք էլի եղավ այս կողմը։ Շոր անընդհատ սև ինչ-որ բաներ, այ տեսեք էլի եղավ, անընդհատ այսպես ինչ-որ բաներ է լինում, իսկ եթե մի քիչ գրաֆիկան թույլատնենք նորմալ կլինի, բայց ես ուզում եմ ցույց տալ, որ սենց էլ կարանք խաղանք, տեսեք ամենաուժեղի տակ, անգամ իմ մի հատ ուրեմն վիդեո կա GXTS 7800B, մի հատ gamepad էր, որ իմ համար է ուրեմն պատվիրել, վիդեոնից մեջ կա։ Ուրեմն դա էդ ուներ Android-ը 4.2, այնտեղ 4 յադերանի պրոցեսոր էր ու 2 GB օզու, այն ամենաուժեղի տակ չէր լինում խաղալ, այս հեռախոսով արդեն լինում է։ Ամենաուժեղի տակ ուրեմն խաղալ, բացի իհարկե, նու այ տեսեք, էլի է ինչ որ սև բան անընդհատ հայտնվում, չեմ իմանում այդ ինչ պիտի լինի, որ ինչից է էդի։ Ուրեմն լավ, GTA San Andreas խաղը ցույց տվեցի։ Այստեղ ուզում ասեմ, որ ամենաուժեղի տակ լինում է խաղալ առանց կտրտելու, մենակ երբ որ այստեղ զայրատկեն նստավ, նաև ուզում ասեմ, որ երբ որ երբ որ շատ ավտոներ են ուրեմն արդեն լինում, մի քիչ այստեղ թեքվել է, այլ ոնց որ հիմա, մի քիչ ասենց դանդաղ է լինում։ Լավ, ուրեմն ես նաև քանի որ մեջը 14% արդեն մնաց, մի ուրեմն որոշակի չափով կթողեմ, որ ուրեմն զայրատկալեցվի ու էլի արդեն կշարունակեմ։ Չնայած ձեր համար ընդհանրապես մի հատ ակնթարթ կտևա։ Արդեն կասնենք մյուս խաղերին։ Դե ուրեմն GTA San Andreas-ը ցույց տվեցի, հիմա արդեն ցույց եմ տալիս Asphalt 8-ը։ Հիմա կփորձենք ուրեմն խաղալ։ Ամենաուժեղ ուրեմն գրաֆիկան է ներկա պահին դրած։ Ու տեսնենք, թե հիմա իրան ոնց կդրսևորի։ Այստեղ ընդամենը 1% զայրատկա ոնց տենում եք։ Հետևը տաքանում է նաև ուզում եմ ասեմ, մեզ կողմը։ Տեսեք, ամենաուժեղի տակ Gong V12 հեռախոսը, եթե տեսել եք ու հիշում եք, շատ էր անգամ ամենաթույլի տակ կտրտում։ Իսկ այստեղ ոնց տենում եք ամենաուժեղի տակ շատ լավ, շատ հանգիստ, շատ փափուկ լինում է խաղալ։ Ընդհանրապես ոչ մի ինչ որ կտրտի կամ կախի ոչ մի նման բան ուրեմն չեմ նկատել այստեղ, ամեն ինչ նորմալ աշխատում է։
Տեսեք, հիմա ես այսքան ուղղ խաղացի, ես ընդհանրապես մի հատ չնկատեցի, որ ինքը կտրտեր։ Ընդհանրապես հա հնարավոր է մի հատ, երկու հատ կտրտի, բայց որ այնց շատ, ասենք ոնց որ 6-12 հեռախոսներ չէ։ Ամենաուժեղի տակ այստեղ մի խոսքով լինում է խաղալ։ Ինձ թվում է շատ վատ կլներ, եթե 8 յադյարանի պրոցեսոր ունեցող հեռախոսը այնտեղ 3 GB ունեցող 3 GB օզու ունեցող հեռախոսը այս խաղը կտրտեր, այդ արդեն վատ կլներ, շատ վատ, բայց քանի ուրեմն հեռախոսը ուրեմն իրան նորմալ է դրսևորում, ուրեմն վсё, ուրեմն կարելի է ասել, որ այս հեռախոսը կարողացավ, եթե GT San Andreas-ը այդքան էլ շատ չէ, ինչքան շատ ուրեմն էսա հիմնական հեռախոսներին կտրտում, եթե կարողացավ էսի ուրեմն աշխատի այս հեռախոսի վրա, ուրեմն այդ արդեն գովելի է։ Լավ, հիմա արդեն կարանք անցնենք մյուս խաղերին։ Այստեղ եկեք ցույց տամ ուրեմն Modern Combat 5 խաղը, սա, հա, ուրեմն սա ինտերնետով է, մի հատ Wi-Fi արագ միացնեմ։ Ահա, միացավ, վсё։ Մտնում ենք ուրեմն Modern Combat 5-ը, այստեղ ոչ մի ինչ որ ամեն ինչ ստանդարտ է, այստեղ ոչ կարամ գրաֆիկան ուժեղացնեմ, ոչ էլ թույլացնեմ։ Հիմա ուրեմն ես էլ բացի Asphalt 8-ը, որ ամենաուժեղի տակ ուրեմն կարացավ այս հեռախոսը բացի, ուրեմն այդ արդեն ամեն ինչ ասում է, որովհետև նորությամբ կրկնում, եթե 3 GB օզու ունի ու տենց 64 բիթանոց պրոցեսոր, ու եթե այդքանից հետո ինքը էլի կտրտեր, այդ արդեն շատ վատ կներ։ Տեսեք, ուրեմն ամեն ինչ նորմալ է, ինչ որ ստեղ էլ էլի չի ոչ կտրտում է, ոչ էլ ընդհանրապես կախում է, ուզում եմ ասեմ, որ այստեղ ուղղակի չկա գրաֆիկան ուժեղացնելու կամ թույլացնելու տեղ, որ կարողանայի ուժեղացնել։ Սա ստանդարտ է, բայց Modern Combat 5-ը, ոնց հասկացաք, այնտեղ 4 էլ կա, 3 կա, 2 էլ 1 էլ, սա վերջի հելացնա, ու հենց եթե ամենաուժեղը կարացավ բացի, ուրեմն մնացածը հաստատ կբացի։ Ոնց հասկանում եք, ուրեմն այս խաղն է նորմալ բացել, այնտեղ ուրեմն արդեն էլի 2 խաղ կա, անցնենք այդ 2 խաղերին էլ։ Այստեղ մնաց Nova 3-ը ու Six Guns խաղը, Nova 3-ը հիմա ցույց կտամ։ Հետևը ուզում ասեմ, որ տաքանում է, շատ տենց չի տաքանում, որ իրան շատ տենց զգացնել տա կամ խանգարի, ուղղակի որոշակի չափով երբ որ խաղ ենք խաղում, դե բնական է, ինչ որ ծանրաբեռնում ենք։ Ինքը ուրեմն արդեն սկսում է հետևը տաքանալ։ Ուրեմն շարունակում ենք։ Տեսեք, այստեղ էլ ուրեմն գրաֆիկա ոչ կարամ ուժեղացնեմ, ոչ թույլացնեմ, բայց էլի եմ ասում, ընդհանրապես ոչ կտրտում է, ոչ էլ։ Այսինքն էլի տեսեք հիմա մի պահ ինչ որ դանդաղացավ, այնպես բաներ հնարավոր է լինի, բայց ոնց որ օրինակ այնտեղ Gong 12 հեռախոսի նման, չնայած այս խաղը այնտեղ չեմ թեստավորել, բայց ինձ չէր թվում, որ էլի նորմալ կբացեր։ Կամ հնարավոր է նորմալ բացել, որտեղ այստեղ ստանդարտ է։ Տեսեք, կամ նորմալ ամեն ինչ բացում է, ինչ որ կտրտի կամ կախի, նամանավանդ ինչ որ տենց բաներ չի լինում։ Ամեն ինչ նորմալ ուրեմն լինում է։ Չնայած այստեղ որ մի պահ ասենց այստեղ երբ որ այդ կրակը վառվում է, տեսեք, մի պահ այստեղ ինչ որ ասենց դանդաղում է, լավ չի, որ տենց է լինում, 3 GB օզու ունեցող հեռախոսը, 8 յադյարանի 1.3 GHz ու 64 բիթանի ունեցող պրոցեսոր ունեցող հեռախոսը, տենց չպետք է լիներ։ Այս մի պահը փաստորեն ուրեմն մի քիչ այսպես տեսնում եք, այսպես ոչ թե կտրտում, այլ դանդաղ է ասենց ընդհանում, ոնց որ տեսնում եք վիդեոն, տեսեք, երբ որ ես ուզենամ, ասենք իմ հետևը ուրեմն նայել, այստեղ հետևի մասում, քանի որ կրակ ոչ մի ինչ կա, ամեն ինչ նորմալ է, բայց երբ որ ուրեմն փոխում եմ այստեղ, տեսեք, այսպես է լինում։ Սա էլ է ուրեմն պարզ մնաց վերջի խաղը, Six Guns խաղը, այստեղ ենք էդ էլ ցույց կտամ։
Եթե ցույց կտամ ու արդեն լրիվ մի հատ կամփոփեմ ու այսօր վիդեոին կհամարենք ուրեմն ավարտված։ Այստեղ одиночная игра ու սպասենք ինչա բացվի։ Այս էլ բավականին ծանր խաղ, այստեղ բոլոր խաղերը որ ցույց տվեցի, սաղն էլ ծանր են, 800 մեգաբայթից տենց 800-900 մեգաբայթից վերև։ Տեսեք, էս էլ է նորմալ լինում խաղալ։ Հնարավոր է այլի տենց մի պահ կտրտի, բայց ընդհանրապես եթե չկտրտես շատ լավ կլներ, որովհետև 3 գիգաբայթ հոզ ունի, դա արդեն խաղերի համար շատ լավ է։ Ու տեսնում եք, էլի նորմալ ինքը բացում է, ինչ որ բաներ տենց չի տալի, կախի կամ կտրտի, ես էլ է ինքը ծանր խաղ, դե ուրեմն, ես էլ ուրեմն ցույց տվեցի ձեզ, արդեն ամփոփենք, ես հիմա այս վիդեոում ուրեմն ցույց տվեցի multi-touch-ը, GPS-ի թեստը, անտուտուն, կամերան, Asphalt 8, Nova RX-X, Guns, GTA San Andreas ու Modern Combat 5 խաղեր ուրեմն այստեղ ցույց տվեցի ձեզ, կասեմ տպավորությունները շատ լավից մի աստիճան ցածր է, շատ լավ կլներ, երբ որ բոլոր խաղերը առանց սենց դանդաղ լինելու, սենց ասած լիներ, ուրեմն եթե շատ լավ լինելու դեպքում կասեի շատ լավ է, երբ որ 2 մատի տեղը 5 մատ տենար, Էտա, ինչ որ տենց ամենակարևորը, ուրեմն ամենակարևոր սենց ասած թերությունները այդ 5 մատը, եթե 2 մատը չեմ ասում, այսինքն ոչ թե թերությունն այլ 2 մատի դեպքում այդքան կոմֆորտնի չի օգտագործել ինչքան 5։ Ուզում ասեմ, եթե այսենց պարամետրներ ունեցող հեռախոսի վրա 2 մատ ուղղակի անիմաստ էր դնել, լուչը սարքողները 5 դնեին, մի քիչ թանկ թեկուզ հեռախոսի գինը լիներ։ Ուրեմն այստեղ 5-ի տեղը եթե 2 լիներ, Նաև խաղերը, եթե ուրեմն առանց այս 5 խաղերը, 5 ծանր խաղերը, եթե առանց այտենց ինչ-որ սենց դանդաղ գնալու մի որոշ թեկուզ պահեր լիներ, այնտեղ նաև GTA San Andreas ինչ-որ սև սենց սպիտակ ինչ-որ բաներ ասենց անընդհատ ցույց տալի, եթե դրանք էլ չներ, կասեի սա շատ լավն է, բայց քանի դրանք կա, ուրեմն սա կասեմ ոչ թե լավ է, ոչ թե շատ լավ է, դրանց մեջտեղը շատ լավից մի հատ սենց ցածր է, այսպես ասած։ Ուրեմն 10 բալանոց համակարգով ես այս հեռախոսում կգնահատեի տենց 9, ինձ թվում է 10 չէ, երբ որ ասում է թերությունները սենց ասած չլներ, կասեի որ 10 է, բայց քանի որ ուրեմն ավելի ճիշտ ոչ թե 9, այլ 9-ից հանած ուրեմն կգնահատեմ այս հեռախոսին Ճիշտ ասած, չեմ էլ կողմնորոշվում 9-ից հանած թե 9 կամ հենց դրանց մեջտեղը, մի խոսքով ուզում ասեմ, որ սա շատ լավից մի հատ ցածր է։ Հա, կարելի ասել, որ 9 է ուրեմն 10 բանոնոցի համակարգով ես այս հեռախոսը կգնահատեմ ընդամենը 9 բալ։ Դե այսօրվա ինձ թվում է հետաքրքիր վիդեո ստացվեց, այսօրվա վիդեոն սա էր։ Գրանցվում ենք էջին, լայքերը չենք մոռանում, դիզլայքեր դնողները ինչպես միշտ կդնեք ձեր դիզլայքը։ Գրանցվում ենք էջին, ովքեր որ կցանկանան իմ միջոցով գնումներ կատարել eBay-ից, AliExpress-ից ու TinyDeal-ից, սա eBay-ից էի պատվիրել։ Միացեք մեզ ուրեմն Одноклассникում, Facebook-ում ու Vkontakte-ում բոլոր ուրեմն տեղեկությունները, բոլոր ամեն տեղեկությունները վիդեոյի ներքևում կլինեն, մի հատ մանրամասն նայեք, որտեղ դեռ հարցեր են տալիս, ես ասում եմ վիդեոյի ներքևում ամեն ինչ կա, վիդեոյի ներքևում բոլոր տեղեկությունը իմ մասին, թե ապրանքի մասին, թե իմ մասին, բոլորը կա։ Դե ուրեմն ստեսություն ձեզ մինչ հաջորդ վիդեոն։